Գավառի մանկատուն տեղափոխված այս կահույքը գնել է որդեկորույս մի հայր, երեխաները ոչինչ չգիտեն բարեգործության պատճառների մասին։ Սա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա հունվարին տեղի ունեցած դատավարությունից մի հատված է։ Մեղադրյալի աթոռին տուժողի ներկայացուցչի որդու ընկերն է։ Կապանի զինկոմի որդին, որի ավտոմեքենան 1 տարի առաջ Կապանում վթարվել էր, ինչի արդյունքում մահացել է նրա ընկերը։ Ոստիկաններին զինկոմի որդին ասել էր, որ ղեկին մահացածն է եղել, դատաքննությունն ապացուցեց հակառակը։ Դատապարտյալի ընտանիքը տուժողին փոխհատուցեց 5.5 միլիոն դրամ, տուժողն այն մի քանի ամսվա ընթացքում ամբողջությամբ ծախսեց Կապանի, Գավառի եւ այլ մանկատների երեխաների կարիքների վրա։ Հայրը որդի է կորցրել, թող ուրախանան նրանք, որոնք հայր չունեն։ Գումարս ինչ պահանջս ներկայացել եմ, գումարս ստացա ու տրամադրեցի բարեգործություն անեմ երեխաներին ու ես ինձ շատ լավ եմ զգում այս բարեգործությանս համար։ Մահացածի հայրն անձամբ է բեռնաթափում մեքենան, երեխաները երկար չեն կարող անտարբեր նայել։ Այնպես չէ, որ մանկատունը կահույքի պակաս ունի, սակայն բարեգործության առիթը զգայացունց է, երեխաներն այդ մասին այստեղ չեն իմանա, նրանց ոչ ոք չի ասի, որ մանկատան տնօրենն այս մարդուն գրկել է ոչ թե ուրախությունից, այլ որ հայրը հոր ցավն է կիսում։ Իսկ վերջում ծնողազուրկ երեխաները լուսանկարվում են որդեկորույս հոր հետ, լուսանկարիչն այս մանկատանը մեծացած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է։